Ավիացիան դա առանձին կյանք է։ Դա այն բնագավառն է, որ դու պարտադիր պետք է սիրես, առանց սեր չկա ստեղ։ Դու պետք է սիրես թռնել, պետք է սիրես այս տեխնիկան, պետք է շատ քրտնաջան աշխատանք է, դժվար աշխատանք է, անգուն գիշերներ, բայց այն ռոմանտիկան, որը այս աշխատանքում կա, երևի շատ քիչ մասնագիտություններում կա, որ դու կարաս գտնես։ Արսեն Պետրոսյանն է, առաջին ազգային ավիափոխադրող Fly One Armenia-ի հայ օդաչուներից։ Մի քիչ ռոմանտիկ, մի քիչ հումորով, իսկ իրականում չափազանց համեստ ու խիստ կարգապահ։ Արսենն օդաչու է կոչումով։ Fly One-ի հայկական թևերը նրան էլ հայրենիք վերադարձրին։ Ես օդաչու ընտանիքից եմ, պապաս է եղել օդաչու, եւ մամայի պապան է եղել օդաչու, եւ պապայի ուրախբերն է եղել օդաչու։ 14 տարեկանում բախտ վիճակվեց, ես տենց եմ հաշվում, որ ես ընկա դոսավ դելտապլանի ակումբ։ Եվ երբ որ տեսա այդ ծիտը, ոնց էր ասած, տենց այդ ապարատը, որ տենց ոնց ինքը ոչ մատոր ունի, ոչ բան, ինքը տենց թռնում է, ու տենց ես սիրահարվեցի։ Եկել եմ ծնողներիս համոզել եմ, որ պապա խնդրում եմ բան արա թուղթ գրի, որտեվ 16 տարեկանից էին ընդունում։ Ծնողներս թուղթ գրեցին, ճիշտ է, շատ երկար բան էր հետո, ու ես սկսեցի թռնել։ Ես որ ավարտեցի ուչիլիշան, ես միջնակարգ կրթություն ունեի։ Մեր ուչիլիշան, այն վաղ զինվորական ուչիլիշան, բարձրագույն չէր տալի, ու պապաս էր շատ բան անում, ասում էր տղա ջան, մարդը պիտի բարձրագույն կրթությունն ասում է տղամարդը, էլի, ինքը տենց հին սովետական մենտալիտետի մարդ էր։ Ասեց գնա դառի իրավաբան։ Ասի լավ, օքեյ, երկրորդ մասնագիտությունը, որը ավիացիայից հեռու է, որտեղ ավիատորը ինքը բացի ավիացիայից շատ քիչ մասնագիտությունների կարա տիրապետի։ Ես գնացի դառա իրավաբան, ավարտեցի կարմիր դիպլոմով, հետո դաժե աշխատեցի դատարանում, բայց ես զգացի, որ չէ, նո ինքը շատ լավ գործ է, իրանք շատ լավ մասնագետներ են, բայց ես հասկացա իրոք, որ չէ, որ ավիացիան դա հենց այն մասնագիտությունն է, որով ես ապրում եմ։ Ես ուրիշ ոչ միտեղ ինչ չեմ տենում։ Հա ինչ որ խոբիներ, ինչ որ բաներ, բիզնեսներ տես, բայց իմ կյանքը հենց ավիացիայի մեջ է, որտեվ ես չեմ հոգնում թռիչքից։ Ես ֆիզիկապես կարող եմ հոգնեմ, բայց մорально ես չեմ հոգնում։ Ես ստեմ որ sense պատրաստ եմ եւս ամեն օր թռնել։ Արսենն իր թռիչքներն սկսել է որպես զինվորական օդաչու, ապա անցել քաղաքացիական ավիացիա։ Թռիչքային մեծ աշխարհագրություն է անցել, լինելով Աֆղանստանում, Իրաքում, Աֆրիկայում, մոտ 10 տարի աշխատել է արաբական երկրներում, ապա Վրաստանում, Քուվեյթում, Գերմանիայում, Ռումինիայում, ապա իր հայրենիքում Հայաստանում կատարվեց նաև նրա երազանքը։ Հիմնվեց ազգային ավիափոխադրող Fly One Armenia-ն։ Հետո արդեն ստացա առաջարկ Fly One Armenia-ից եւ մեծ հաճույքով վերադարձա իմ Հայաստան, ընտանիքս բերեցի այստեղ, սկսեցի աշխատել Fly One Armenia ավիաընկերությունում, որտեղ ծնվել ես, այդտեղ էլ ինձ պետք է զգալի, էլի, այտենց մի հատ ասացված կա, էլի։ Այս օդաչուի մասնագիտությունն է, որ մենք international մարդ ենք, էլի, ոնց որ ասած մենք այս ինքնաթիռները աշխատում ասաղ աշխարհում։ Ու պրինցիպի դու կարաս այդ հնարավորությունը ունես, եթե ինչ-որ երկիր քեզ դուր չի գալի, երկիրը փոխես եւ կամպանիան փոխես։ Բայց ամենայն դեպս աշխատել քո տանը, դա ահավորագույնս մեծ բենեֆիտ է, ոնց որ ասած դա մեծ պլյուս է, դու քո տանն ես աշխատում, դու ինչ անում ես դա քո ընտանիքի համար ես անում, քո ընկերության, քո երկրի այն ընկերության համար, որ դու աշխատում ես, դու կարող ես լիարժեք տաս այն ինչ որ դու կարող ես տաս։ Մեր երկիրը հիմա այն վիճակում է գտնվում, որ մենք պարտավոր ենք ունենանք ավիացիա։ Առանց ավիացիա շատ դժվար առնելու Հայաստանում, որտեղ մենք կարելի ասած շրջապատման մեջ ենք, եւ ես շատ ուրախացա, որ տենց կամպանիա ստեղծվե ու մարդիկ ես գիտեմ շատ մեծ ջանքեր են պայպայել, որ այս կամպանիան ու միջև հիմա էլ անում են քայլ առ քայլ, ոնց որ միլիմետր այս կամպանիան առաջ բրթեն եւ ավելի կատարելագործեն եւ ավելի լավագույնը սարքեն, ոնց որ այս շուկայում լավագույնը սարքեն, հետո մենք դուրս գանք ավելի մեծ շուկաներ եւ կարողանանք պայքարենք մեր Հայաստանը թևերը ավելի պարզ եւ ավելի, գիտեք ոնց ավելի պին դնի, այդպես։ Խոսելով ընտանիքի մասին, Արսենն ուրախությամբ նշում է, որ կնոջ համար ինքն է բացահայտել Հայաստանը։ Կինս որ առաջանք ստեղ եկավ, Հայաստանը ինքը սիրահարվեց Հայաստանում։
Ինքը ասաց ես ուրիշ երկրում էլ չեմ ուզում ապրեմ։ Հա, օթաչուի կին լինելը դժվար է, շատ դժվար է ես դաժիկ ասեմ։ Մենք ամեն օր գնում ենք գործի եւ հետ են գալի, բայց ծնողների համար, ընտանիքի համար դա այնքանով է դժվար, որ ցոտիկի օդ ես բարձանում։ Ուշքը միտքը քո հետևից է, տենց հետևում է ֆլայրադարով նայում է, ուր հասար, ոնց է, ինչ է, խի ուշացակ։ Օթաչուի կին լինելը ահավորագույնս դժվար է, ահա որը։ Դա իրանք են հերոս, ոչ թե մենք։ Իրանք առաջի հերոսներն են։ Մեր ծնողները եւ մեր կանայք, որ մեզի սպասում են ամեն թռիչքից հետո լինի դա գիշեր, լինի դա ցերեկ, առավոտ, իրիգուն։ Ես շատ եմ ուզում որ տղաս օթաչու դառնամ, որտեղ որ մենք մեր ընտանիքի հետ Պակալենյանները, որ արդեն կլինի 4-րդ Պակալենիա, էլի, որ մենք օթաչու ենք, նու ես իրան կամանց բերում եմ այդ ուղու, ոնց որ ասած տեխնիկային մոտիկացնում եմ։ Ես իմ խոբին, ես սիրում եմ մեքենաներ, զբաղվում եմ օֆրոդով, դրիֆտ, այտենց շատ եմ սիրում ու ունեմ մեքենաներ ու տղայիս հետ ճիշտ է շատը հիմա ոնց որ կամանց ես մստում եմ այդ որ ինքը սիրի տեխնիկան, հարգի էտի։ Ես կուզենայի որ ինքը օթաչու դառնար, բայց դե նու ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Աղջիկս հələ չգիտեմ ոնց։ Հələ չեմ կարող ասել։ Իմ ընտանիքի ապագան միմիայն Հայաստանում եմ տեսնում։ Որն է եղել ամենատպավորիչ թռիչքը ձեր թռիչքային պրակտիկայում առհասարակ։ Ասեմ, ամեն մեկը։ Դա մի կյանք է, որը մենք ապրում ենք այդ ինչ որ վարքյաններում, պահալում այդ վարքյանները ձգվում է, այնց հետաքրքիր բաներ է ստացվում, ասում են այդ արագությունը, բաները դժվար ինչ որ վատ եղանակներ, քամիներ, լրիվ դու ձուլվում ես ինքնաթռի հետ ու տենց դառնում ես մի մարմին։ Յուրաքանչյուր աշխատանքի արդյունքը կախված է այն նվիրումից, որը դրվում է այդ գործում։ Fly One Armenia-ի օթաչուների երիտասարդ թիմում ընտրյալներ են, որոնք մեծ նվիրումով կայացնում են հայկական ավիացիան։ Զգացողությունը, որը դու բարձրանում ես օդ, ոտդ կտրվում է գետնից, դա աննկարագրելի բան է։ Դու բարձրանում ես 70 տոննից ավել տեխնիկա մեջ 170 հոգի մարդ ու դու պատասխան ես տալի համ տեխնիկայի համար, համ քո կյանքի համար, համ պասաժիրների կյանքի համար։ Այդ զգացողությունը չեմ կարող նկարագրեմ, տենց ինչ որ բան է, էլի, շատ հետաքրքիր է, էլի։